Ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ, նախ ուզում եմ պարզաբանել ինչի համար ենք մենք այսօր հավաքվել։ Մենք շատ վաղուց ունենք ռազմավարություններ թվայնացման վերաբերյալ եւ այս տարի էլ հունվարին մենք կառավարության եւ խորհրդանի ներկայացուցիչների կազմով հավաքվեցինք մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունները որոշելու համար եւ այդ ժամանակ ես խնդիր դրեցի նախարարությունների առաջ այս տարվա առաջնահերթությունների վերաբերյալ եւ բոլոր նախարարությունների առաջին առաջնահերթությունը թվայնացումն էր։ Իհարկե այն ժամանակ էլ անկեղծ ասեմ, ես չէի մտածում, թե մենք շատ հեղափոխական փոփոխություններ ենք բերելու այս տարվա ընթացքում, բայց ուզում եմ նաև պարզաբանել իմ վերլուծությունը, թե ինչու մեզ չի հաջողվում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնել կամ առնվազն այն տեմպերով, որ մենք ցանկանայինք, իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա ֆունդամենտալ պատճառներից մեկն այն է, որ մենք այնքան լավ չգիտենք, թե ինչա թվայնացումը, ինչի համար այն թվայնացումը, ինչ կողմեր եւ շերտեր ունի եւ մեր կներեք, եթե կոպիտ հնչի, չիմացությունը մեր առաջընթացի կամ բացակայության կամ դանդաղության հիմնական պատճառն է։ Ընդհանուր առմամբ մենք գիտենք իհարկե թվայնացում բառը գիտենք ինչ է նշանակում, թվայնացման որոշ շերտերի մասին տեղյակ ենք, բայց հիմա իմանալ ինչ է կյանքը չի նշանակում իմանալ ինչ է կենսաբանությունը կամ տեղյակ լինել կենսաբանության մասին, կամ իմանալ ինչ է բույսը դեռևս չի նշանակում իմանալ թե ինչ է բուսաբանությունը, եւ ընդ որում ուզում եմ ասել, որ թվայնացման շուրջ աշխատանքի ընթացքում ես տեսել եմ նաեւ մեր խնդիրները փորձագիտական մակարդակում, որովհետեւ ես հիշում եմ տասնյակ քննարկումներ, երբ որ ասում են, որ Էստոնիայում էսպես է, Էստոնիայում էսպես է, Էստոնիան էսպես են արել, Էստոնիայում էսպես են անում, Ես եղավ, որ անցած տարի պաշտոնական այց ունեցա Էստոնիա եւ ինձ հետ հավաքել էի իմ Հայաստանում իմ հավաքած տեղեկությունները Էստոնիայի թվայնացման մասին։ Ես առիթ ունեցա, ճիշտ է, որ ձեր մոտ էսպես է, ասում են չէ, ճիշտ է, որ ձեր մոտ էսպես է, ասում են չէ, ճիշտ է, որ ձեր մոտ էսպես է, ասում են չէ։ Եվ ես հասկացա, ավելի համոզվեցի նրանում, որ մենք այդ բանը իհարկե էլի առիթ եմ ունեցել ասելու, որ այստեղ էլ հղում ենք անում, այստեղ սենց է, այնտեղ նենց է, այնտեղ նենց է, բայց միշտ չի, որ ամեն ինչ համընկնում է։ Եվ ահա, քանի որ այցի ընթացքում առիթ ունեցա այցելել թվայնացման կենտրոններից մեկը եւ առիթ ունեցա լսել թվային փոխակերպման խորհրդատու Պետրա Հոլմի ներկայացումը, պաշտոնական այցի ընթացքում ժամանակը շատ կարճ էր եւ ես շատ ափսոսացի, որ կիսատ մնաց, այդտեղ գաղափար առաջացավ, որ Պետրա Հոլմին հրավիրեն, որ գա այդ նույն կամ դրա նման կամ մեզ համար հատուկ պատրաստված ներկայացումը, պրեզենտացիան մեզ ներկայացնի, թե ինչ է թվայնացումը, ինչի համար է, ինչպես է օգտագործվում։ Իհարկե ներողություն եմ խնդրում բոլոր այն ներկաներից, ովքեր այս բոլոր հարցերի պատասխանները գիտեն, բայց մենք իրենցից ժամանակ ենք վերցրել, բայց ես ինքս զգում եմ ինձ վրա, որ ես ինքս պետքա ավելի շատ ժամանակ տրամադրեմ գիտելիքի ձեռքբերմանը թվայնացման ոլորտում, որպեսզի մենք կարողանանք հաջողություններ ունենալ։ Հետևաբար մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի Պետրա Հոլմից փորձենք իմանալ ինչպես է աշխատում թվայնացումը Էստոնիայում, որը գիտեք համաշխարհային առաջատարն է համարվում թվայնացման ոլորտում եւ փորձենք օգտակար տեղեկություններ քաղել նրա ներկայացումից։ Շնորհակալություն։